Արգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը, ցանկանում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ քննարկում ենք առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցը և այժմ ելույթների ժամանակն է, Գառնիկ Դանիելյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ողջունում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր հարց է քննարկվում և այս հարցի քննարկման ընթացքում ընդդիմությունը բավականին ակտիվ և առաջարկներ է ներկայացրել և իր մոտեցումներն ու իր տեսակետներն է հայտնել այս օրենքի վերաբերյալ, քանի որ իշխանական պատգամավորներն էլ որոշակի երանգներ տեսա, որ ասում են, բա ինչի համար եք այս օրենքից ինչ-որ բաներ ասում, դե նոր օրենք է բան, ասում են նրա համար, որ դրանից հետևություններ անեք, ինչ-որ դրանից առաջ էլ ասվել, հանձնաժողովի նիստերի ժամանակ էլ ասել ընդդիմություն, դրա համար ասել, որ հետևություններ անեք և առաջարկները, որ արվել է, այդ առաջարկությունները ի գիտություն ընդունեք, երբ որ կընդունեք այդ առաջարկները, առաջի ողջունող ես համոզված եմ, որ կլինեն ընդդիմադիր պատգամավորները, ինքնանպատակ չէ այդ ամեն ինչը, Տիկին Ավանեսյան, արվում է, որ այդ առաջարկները ընդունվեն և ոչ մեկ դեմ չի սրան օրենքին և իրապես նաև մենք հույսեր ունենք, որ այս օրենքը, եթե մեր առաջարկած փոփոխություններով բանով ընդունվի, շատ կարևոր քայլ է առաջ, բայց ես մի քանի խնդիրների մասին եմ ուզում խոսել, ճիշտ է գործընկերներս ասեցին, բայց չեմ կարող նաև այս ամբիոնը չօգտագործել և ինձ ուղղված նամակները նաև ձեզ այս հարցերը չբարձրացնել, հուսով եմ նաև դրա արդեն ամփոփիչ ելույթի ժամանակ այդ հարցերի պատասխանները դուք կհնչեցնեք։ Ինձ բազմաթիվ բուժաշխատողներ են դիմել, բժիշկներ, բուժքույրներ, սանիտարներ, նամակներով դիմել են, օրենքը ընդունվելուց հետո, ստեղ շատ խոսվեց, որ հոսք ավելանալու է, առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանք են կատարում այդ մարդիկ, շատ կարևոր աշխատանք են կատարում, իրապես խոնարհման արժանի, նաև մեր շնորհակալական հոսքն եմ ուզում հղել բուժաշխատողներին, ծանրաբեռնված, գիշեր-ցերեկ այդ աշխատանքի համար, բայց ցավոք սրտի այդ մարդիկ ստանում են չնչին աշխատավարձներ, և նոր գիտենք, որ այդ հոսքը տասնապատիկ ավելանալու է և այդ մարդիկ իրավունք ունեն նաև աշխատավարձի իրենց բարձրացում ակնկալել, դա օբյեկտիվորեն պետք է տենց լինի, եթե կան ինչ-որ նախադրյալներ, ես բժշկության մեծ գիտակ չեմ, բայց համենայն դեպս այդ խնդիրներն ու այդ հարցերը պետք է պատշաճ ուսումնասիրության ենթարկվեն և ի վերջո այդ մարդկանց խնդիրները պետք է կարողանանք լուծենք, որովհետև կրկնում եմ, շատ ժամանակ այդ մարդիկ իրենց առողջության հաշվին, ուրեմն մեր հայրենակիցներին 24 ժամյա ռեժիմով օգտակար են լինում և կյանքեր են փրկում։ Մի կարևոր արձանագրում եմ ուզում ասեմ, սրա մասին շատ եմ խոսել ի դեպ, բայց օգտվելով առիթից մեկ անգամ ևս ասելու եմ, գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով քրեակատարողական հիմնարկներում եմ գտնվում և բազմաթիվ այդ նամակների հետևից գնում եմ, այդ մարդիկ, որոնք քրեակատարողական հիմնարկներում, այսօր 21 մարդ տարին դեռ չլրացած, 21 մարդ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքեր ենք արձանագրել։ Այդ մարդկանց, այդ դեպքերի նաև մեծամասնություն նաև առողջական խնդիրներով պայմանավոր։ Մենք իրավունք չունենք այդ մարդկանց անտեսելու։ Այդ մարդիկ իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ուրեմն ստանալու։ Այդ իրավունքը պետք է իրանք կարողանան ուրեմն ռեալիզացնել և այս հարցի վերաբերյալ ես հետևողական եմ լինելու և պետք է անպայման այդ քայլերը ձեռնարկվեն, որովհետև իրենց առողջությունը նույնպես մեզ համար շատ կարևոր ու շատ թանկ է։ Երկու խնդրի վերաբերյալ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Մենք հիմա խոսում ենք հիվանդություններից, որ այս կամ այն հիվանդության պարագայում պետությունը, բուժ համակարգը ինչ պետք է քայլեր ձեռնարկի, բայց շատ կարևոր այլ հարցեր էլ կան։ Արդյոք այդ հիվանդությունները ինչի՞ց առաջանում։
Ես այսօր ուրախ եմ, որ իշխանական падգամավորները խոսում են օդի աղտոտվածությունից, բայց կներեք, ամիսներ, տարիներ շարունակ այս ամբիոնից, երբ որ ես խոսում եի օդի աղտոտվածության մասին, խոսում էի նրա մասին աղբավայրերում, որ այդ այրված աղբավայրերի մասին, որ անմիջապես օնկոլոգիական հիվանդությունների եւ այլ հիվանդությունների պատճառ են հանդիսանում, կներեք, բայց նույն ավականու անդամները, Երևան քաղաքի ավականու անդամները, նույն տարբեր իշխանական, ուրեմն падգամավորներ կամահարանքով են այդ ամեն ինչին նայում։ Հիմա եկել են այդ պատասխանատվության ամբողջ բեռ ուզում են դնել մեր հայրենակիցների վրա։ Ասում է քաղաքացին ընդ խոտ ա վառել։ Դրա համար այսօր աշխարհում առաջի տեղն ենք, որ չգիտեմ, էլի, այդ աննախադեպը, որ կա, այդ աննախադեպը դրան էլ ա վերա։ Աննախադեպ օդի աղտոտվածության հետ կապված։ Հայ հիմա այս աշակերտները ստեղ մեր սիրելի աշակերտները կամ ուսանողները կամ մեր տարեց մեր ծնողները, այսինքն այդ օդունավոր օդը պարտավոր են շնչել։ Դուք գիտեք ինչքան հիվանդություններ առաջացնում, ինչքան հիվանդություններ առաջանում դրա հետևանքով։ Ասում ենք մեքենաները շատացել են, ամբողջ աշխարհում էլ մեքենաները շատանում։ Իհարկե պետք է մեքենաների կատալիզատորների հարցը լուծվի, բայց այս քաոտիկ շինարարությունն է նաև պատճառը, որ պատճառներից մեկը որ դա է, որովհետև չեն ցողարկում այդ տարածքը շինարարության եւ այդ ամբողջ օդը փոշին նստում է մարդկանց թոքերի վրա։ Եվ ամբողջ մայրաքաղաքը նայում ես ոնց որ մառախուղի մեջ լինի։ Սա աշխարհագրական դիրքից չի։ Քիչ ամնում մի հատ էլ Արգիշտին մեղավոր ճանաչեք, Արգիշտի թագավորի, որ այս տարածքում մայրաքաղաքն է հիմնել։ Ավարտվել է բանդան։ Ժամանակը ավարտվել։ Ժամանակը ավարտվեց։ Դու ես բան։ Ոնց է ժամանակը։ Ֆրակցիա։ Բայց ուրա չեմ ստացել ֆրակցիանից։ Ժողովուրդ ջան։ Եթե դեմ չեք, էլի ճիշտ է, ոնց որ աղմուկը խանգարում է։ Խնդրում եմ, որ այսօր ժամանակին տակ, որ սենց խնդիր չառաջանա, ավելացրեք ֆրակցիայի անունից ելույթ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, օգտվելով առիթից, ես ուզում եմ կոչ անել մեզ բոլորիս, եթե մենք աչալուրջ չլինենք, իշխանություն, ընդդիմություն, աչալուրջ չլինենք այս խնդիրների վերհանմանը, այս պրոբլեմների հետևից գնալը, մենք ինչքան էլ որ լավ օրենքներ բերենք մարդկանց առողջության վերաբերյալ, այս խնդիրներից տուժելու են բոլոր մեր հայրենակիցները։ Այս իրավիճակը հասել է կատաստրոֆիկ մասշտաբների։ Ֆիլտր պետք է տեղադրվեն, այն գործարանները, որոնք որ քաղաքում են, մնացած բոլոր քաղաքների մասին է խոսքը, բայց մասնավորաբար Երևան քաղաքի մասին է խոսքը։ Երևան քաղաքի մեջ չպետք է լինեն գործարաններ, որոնք պատշաճ ուրեմն ֆիլտրեր չեն տեղադրում։ Երևան քաղաքում որևէ մեկը կապ չունի ով է այդ մարդը, չգիտեմ, նախկինա, ներկա եւ այլը, Երևան քաղաքում ավազի հանք է գործում, ժողովուրդ։ Երևան քաղաքում ավազի հանք է գործում։ Երևան քաղաքի ներսում բեռնատարները, ես իմ մոտ եմ ֆիքսել, անցած շաբաթ մոնիտորինգ եմ արել, մեքենաները բաց, ավազը բեռնված, բան, ուր են այդ ծառայությունները։ Ուր են այդ ծառայությունները։ Այդ ցանցերը որ կան, ասում ենք դե բանա, շինարարությունը 300-ից ավելի շինարարության թույլտվություն կա, լավ է թող շինարարություն անեն, բայց այս քաոտիկ շինարարության վերջը պետք է տրվի, թե չէ։ Թե ով ինչ ուզի անի, փող են աշխատում, ում առողջության հաշվին են փող աշխատում։ Շինարարական ընկերությունները ում առողջության հաշվին են փող աշխատում։ Պետք է տուգանվեն, պետք է տասնապատիկ էլ ավել տուգանվեն, ոչ մեկի առողջության հաշվին իրավունք չունեն այդ մարդիկ փող աշխատելու, իրավունք չունեն։ Եվ ցանցերի համար ոչ թե մի քանի տասնյակ հազարական դրամներ պետք է տուգանվեն, այլ շատ ավելի շատ, բարիներ փող են աշխատում, թող այդ ցանցերն էլ գցեն, թող այդ ցողարկումներն էլ անեն, թող այն մնացած բաներն էլ անեն, թող բարիներն անեն։ Բան չհասկացա։ Հիմա մենք պետք է ինչ անենք, հանդուրժողական լինենք այդ ամեն ինչի համար։ Ասում ենք, գիտեք ինչ կա, պետք է չայրեն։ Հա լավ, չպետք է արեն, բայց այդ չայրելը պետք է առաջին հերթին սկսվի մայրաքաղաքի կոմունալ տնտեսությունից, որը քաղաքի սրտում մի, չգիտեմ, մի կարակավառել, այնտեղ տեսանյութերն էլ կա, մի չոր այդ փայտերի բանի մի հատ, ես չգիտեմ, էլի, մի հատ սենց բաներ է, այդ հատվածում որ նայում ես, նաև ես իմ բնակարանը ուրեմն
նոր նորքի հատվածումը։ Ավա նոր նորքի հատվածը ամբողջությամբ այդ ծխածածկույթով ուրեմն լցված է։ Ինչի համար եմ այս խնդիրներից խոսում, որովհետև սա անչափ կարևոր է, սան ուշադրություն դարձնել անչափ կարևոր է։ Սիրելի հայրենակիցներ, այն որ ասում ենք, որ աղբավայրերում առհասարակ այրելը դա պետք է քրեորեն հետապնդելի արարք լինի։ Հիմա այս բանից խոսում ենք, այրելուց խոսում ենք, որ մարդիկ գնում են, ես տենց հետո անուններ եմ տալու։ Այն աղբավայրերը, որոնք որ համայնքի ղեկավարները պատճառ են հանդիսանում այդ աղբավայրերը այրելու, իրենք պետք է քրեորեն պատասխանատվություն կրեն։ Աղբից ազատելու համար ինչ նշանակում այրել եւ այդ ամբողջ թունավոր բանը, հիմա բանի է որ մեր լեզվով ասած կներեք սրա համար։ Հիմա մենք նուբարաշենցիների խադրեք իմանանք, որովհետեւ այդ տարիներ շարունակ այդ մարդիկ այդ ծուխը շնչել են։ Դրա մասին որ ասում ենք, այս թունավոր ծուխը մարդկանց թոքերին նստում, ասում են, ընդդիմությունը գնացել ասում աղբավայրերը այրելու։ Օր այդքան պրիմիտիվ կարելի է լինել։ Ու ոչ միայն սովորական հասարակ մեր քաղաքացիներն են այդ կեղծ թեզերը տարածում, այլ նաև իշխող ուժի ներկայացուցիչներ։ Ինչ որ խնդրից խոսում ենք, ուրեմն խնդրի պատճառը մենք ենք, բայց առաջարկությունները, որ ներկայացել ենք, այդ առաջարկությունները, որ արվել է պատկան մարմիններ, ինչի՞ չի իգիտություն ընդունվում։ Եկեք ասեք, սխալ առաջարկություն եք ներկայացրել։ Աղբավայրերի վերաբերյալ սխալ առաջարկություն եք ներկայացրել, օդի աղտոտվածության վերաբերյալ կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ սխալ առաջարկներ եք արել։ Բասեք, խոսեք բա դրա մասին։ Ինչի՞ չեք խոսում։ Մենք կողմ ենք, որ բոլոր, ուրեմն, այդ խնդրահարույց, ինչի համար եմ այս թեմայով այսքան խոսում, որովհետև այդ էլ անմիջապես վերաբերելի է մեր հայրենակիցների առողջությանը։ Եվ անչափ կարևոր է մեր հետևողական վերաբերմունքը այդ ամեն ինչին։ Մեր պատասխանատու վերաբերմունքը այդ ամեն ինչին։ Սկսած հրդեհներից, վերջացրած, ուրեմն մենք դպրոց, որ տարբեր մարզերում հիմա մոլեգնում է, էլի մեր հայրենակիցները դառնում են շատ ժամանակ դրա զոհը, եւ վերջացրած այն ուրեմն մանկապարտեզներից, դպրոցներից, որ մենք պետք է կարողանանք երեխաներին կրթենք, դաստիարակենք, իրենց ուրեմն մեր ամբողջ աշխատանքը, ճիգը, ջանքը պետք է գործադրենք, որ ոչ թե բանը հասնի նրան, որ արդեն մենք սկսենք արդեն այդ մեր մատաղ սերունդը պայքարենք իրենց կյանքի համար, այլ մենք պետք է շատ կարևոր ջանք գործադրենք, որպեսզի կանխարգելենք բոլոր այն վտանգներն ու բոլոր այն վնասները, որոնք որ առաջացնում են մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ։ Ագելի գործընկերներ, առաջարկում եմ ողջունել ազգային ժողով այցելած երիտասարդ սերունդ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման ծրագրի մասնակիցներին, ովքեր ինչպես Հայաստանից են, այնպես էլ տարբեր այլ երկրներից, ողջունենք նրանց։